Այսօր ես ձեզ կպատմեմ երկու շատ կարևոր բան, եւ յուրաքանչյուր հոդվածն ու նյութը ուսումնասիրելուց հետո դուք ավելի լավ կհասկանաք, թե ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ի ընտրություններում։ Բառացիորեն հունիսի 7-ից, ընդամենը մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը արտաբերեց մի կարևոր արտահայտություն, որի վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Նա խոսեց Ղարաբաղյան էլիտայի մասին, որոնք լկտիաբար էին իրենց պահում եւ որոնք կտապալվեն։ Այսօր դուք առաջին անգամ կիմանաք, թե ինչ խումբ է դա եւ ինչ կերպ էին վերջին 5 տարիների ընթացքում մոտ 100,000 ձայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից գողացել։ Սկսեմ նրանից, որ մի փոքր ծիծաղեցի, երբ Փաշինյանի շուրթերից լսեցի Ղարաբաղյանների արտահայտությունը, որովհետև Ղարաբաղը գեղեցիկ եւ անկրկնելի է։ Բայց դա պետություն չէ, այլ պարզապես սովորական մեծ գյուղ, որտեղ շատերը իրենց պատկերացրել էին կեղծ նախարարներ եւ գեներալներ։ Եվ քանի որ այնտեղ պետությունն էլ էր կեղծ, նույնքան կեղծ էր նաեւ այդ գոյուղային էլիտան, այստեղ ես բարձրաձայն ծիծաղում եմ։ Բայց եթե Փաշինյանը նրանց անվանում է էլիտա, ապա մեր վարչապետի հանդեպ հարգանքից ելնելով մենք էլ այն ճակերտավոր էլիտա կանվանենք։ Այժմ եկեք վերցանենք այս արտահայտությունը եւ տեսնենք, թե ինչից է բաղկացած այդ էլիտան եւ որոնք են նրա շարժառիթները՝ գեներալներ, գնդապետներ եւ այլ անձինք, որոնք ստացել են կեղծ կոչումներ ու ուսադիրներ, չունենալով որևէ ռազմական կրթություն։ Կաշառքներն ու սպանություններն էին ուսադիրներ ստանալու գործիքները։ Իրենց էլիտա էին համարում եւ դատելով նրանց պահվածքից, մինչ օրս էլ համարում են իրենց էլիտա Սամվել Օքանովսկին, Սամվել Բաբայանը, Արթուր Աղաբեկյանը, Մովսես Հակոբյանը եւ այլ կեղծ գեներալներ։ Նրանց շրջապատն ու ընտանիքները նույնպես նույն կերպ են մտածում, որ նրանք իբրև էլիտա էլ 12 նախարարությունների նախարարները, նրանց տեղակալները եւ այդ ըստ կեղծ հաստատությունների սովորական աշխատակիցները։ Կաշառակեր զինկոմիսարներ 4 Հայաստանում կան բազմաթիվ իբրև բարեգործական հիմնադրամներ, որոնք բացվել են ղարաբաղցիների կողմից, որտեղ ղեկավարուհիները անբարոյական պոռնիկ կանայք եւ խարդախներ են։ Ղարաբաղ TV-ի հաղորդավարներն ու ղեկավարները։ Ինչպես մենք գիտենք, այս հեռուստաընկերության 8 հաղորդավարուհիներ Ղարաբաղի պաշտոնյաների երկրորդ կանայք կամ սիրուհիներ են, եւ որքան էլ դա ծիծաղելի հնչի, այդ կանայք էլ էին համարվում Ղարաբաղի էլիտայի մաս։ Հայաստանում բանկերի սեփականատերերը Ղարաբաղից ծնվածներ։ Հայաստանում շուկաների սեփականատերերը Ղարաբաղից ծնվածներ։ Դպրոցների տնօրենները Ղարաբաղից ծնվածներ, որոնք այդ պաշտոնները ստացել են ծանոթության, բլատի միջոցով։ Օրինակ, Շիրակ հյուրանոցի սեփականատիրոջ դուստրը։ Խոշոր ձեռնարկությունների սեփականատերերը, օրինակ, Ավանի Ավի հանքավայրը, որը պատկանում է Արկադի Ղուկասյանի եղբորը։ Ղարաբաղից դիզայներներ։ Հիմա պատկերացրեք, թե ինչ աշխատանք էին բժշկական կենտրոններում, դպրոցներում, շուկաներում եւ ամենուր իրականացնում այդ, այսպես կոչված, Ղարաբաղյան էլիտայի ներկայացուցիչները։ Ես պատահական չեմ ասում, որ նրանք ուղացել են 100,000 ձայն։ Փաշինյանի շրջապատը գրեթե ոչ մի կերպ չէր հակազդում դրան եւ նույնիսկ օգնում էր այդ մարդկանց։ Մարդիկ, որոնք ատում են Փաշինյանին, ստանում էին ճանապարհաշինության խոշոր ու շահավետ տենդերներ։ Փաշինյանի դեմ պատերազմող մարդիկ պաշտպանության նախարարությունում շատ լավ դիրքերում են, որտեղ նրանք ստանում են տենդերներ։ Պետակ շուկան, Արջին բանկը եւ հարյուրավոր այլ կառույցներ, որոնք ըստ հեղինակի ոչնչացնում էին Փաշինյանի վարկանիշը, կառավարության մոտ գտնվում են ամենալավ հաշվին։ Աբսուրդ է, բայց Փաշինյանի օրոք բոլոր հիմնական ֆինանսական հոսքերը հանձնված են Ղարաբաղյան կլանին։ Վատ վիճակում են մնացել միայն լրագրողները եւ Փաշինյանին աջակցող հասարակ մարդիկ։ Եվ 2026 թվականին Ղարաբաղի էլիտան շարունակելու է ստանալ լավագույն տենդերները։ Ահա այսպես Ղարաբաղյան էլիտան մինչև հունիսի 7-ը բազմաթիվ երևանցիների տրամադրեց Փաշինյանի դեմ, միաժամանակ ստանալով Փաշինյանի շրջապատի ամենամեծ աջակցությունն ու սերը։